Մենք քաչ տողմի զավակներն ենք, չէ՞։ Հարգելի հետևորդներ, մենք կզրուցենք Մենուա Սողոմոնյանի հետ։ Այո։ Մարտական տպավորություններ, շատ լավ սկիզբ է եւ հատկանշական է, որ այսօրը հենց մեր Շուշի ազատագրման օրն է եւ պետք է այսօրը դառնա նոր սկիզբ։ Այս աղետաբեր խմբին հեռացնելու պատմության գիրք ուղարկելու սկիզբ։ Եվ այդ հարցում անելիքը մեզնից յուրաքանչյուրինն է։ Բոլոր նրանց, ովքեր որ ունեն պատվախնդրություն, ովքեր որ ուզում են ապրել անվտանգ Հայաստանում, ովքեր որ ուզում են ունենալ ապահով հասարակություն, ովքեր որ ուզում են մնալ հայ, մնալ քրիստոնյա եւ մնալ մարդ։ Արդյոք իշխանությունը վարչական ռեսուրս չի կիրառի ընտրություններին, արդյոք արդար եւ ազնիվ ընտրություններ եք սպասում։ Իշխանությունը վաղուց է կիրառում վարչական ռեսուրս։ Մենք դա տեսնում ենք ապօրինի քարոզչությամբ, այն ինչ որ տեսնում ենք պետական միջոցների մսխում իրենց քարոզչության համար։ Սա մեկ, երկրորդը պետական հեռուստաընկերության, հանրային հեռուստաընկերության բառիս բուն իմաստով օգտագործում իրենց քարոզչական թեզերը տարածելու համար եւ մրցակիցներին սևացնելու համար։ Եվ վերջապես հիմնական մրցակցին Սամվել Կարապետյանին մեկուսացնել, սկզբում կալանավորելու, իսկ այժմ տնային կալանքի միջոցով հնարավորություն չտալով, որպեսզի մարդը շփվի իր պոտենցիալ ընտրողների հետ։ Սրանից ավելի մեծ ռեսուրս չկա։ Դրան գումարած վախի մթնոլորտի տարածումը, դրան գումարած հատկապես մարզերում համայնքների ղեկավարներ, աշխատակազմեր, մարզպետարանների աշխատակազմեր, տնօրեններ, բոլորի հետ կապված խիստ վերահսկողություն եւ ուղղորդում։ Այս ամեն ինչի մասին մարդիկ խոսում են, իհարկե։ Սա ակնհայտ է, որ այս ամեն ինչը կա եւ գոյություն ունի։ Սակայն մենք դրանից չպետք է վհատվենք, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած տիպի ճնշման եւ պետք է ընկալենք, որ սա սովորական քաղաքական ընտրություններ չեն, սա հայ մնալու հանրաքվե է։ Ձեզ նույնպես։ Հարգելի հետևորդներ, մենք զրուցում ենք Մենուա Սողոմոնյանի